Մայրաթոռում ջրաքալույցի Սուրբ Պատարագ է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Գարեգին II հոգևորականների թափորի ուղեկցությամբ Վեարանից գնացել է Մայրտաճար։ Պատարագի ընթացքում եկեղեցին ավետում է բարի լուրը՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Այսպես են այսօր ու վաղը քրիստոնյա աշխարհում մարդիկ ողջունում միմյանց։ Այսօր հավատացյալները եկեղեցուց վառած ճրագներ են իրենց հետ տուն տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը։ Մայրտաճարում պատարագի ավարտին սպասվում է ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը։ Այն կարևորվում է հատկապես Հայաստանի վարչապետի երեկվա ու այսօրվա հայտարարությունների ֆոնին։ Մինչև ջրաքալույցի պատարագը Մայրաթոռն արդեն դատապարտող հայտարարություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների գործողությունն անվանել հերթական հակաեկեղեցական քայլ։ Վեհափառ Հայրապետի դեմ հերթական հայտարարության ստորագրումը սահմանադրության և եկեղեցու իրավունքի խախտում։ Սա սահմանադրության խախտում է և հուսանք, որ իրապահ մարմինները անդրադարձ կունենան։ Չգիտեմ, ինչքանով դա արդարացված է այդ հույսը, բայց ամեն դեպքում։ Մայրաթոռը շեշտել է եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման հարցերը պետք է քննարկվեն բացառապես եկեղեցական մարմիններում և դատապարտելի է որևէ արտաքին ճնշում կամ միջամտություն։ Մայրաթոռը նկատել է նաև, որ Տիրադավ անվանումը ստացած եպիսկոպոսները մինչ օրս չեն մասնակցել ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ նախատեսված քննարկումներին։ Ջրաքալույցի պատարագին Հայաստանի վարչապետը մասնակցել է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և արագ մտել է եկեղեցի ԿՊԱ-ական պաշտոնյաների ուղեկցությամբ։ Պարոն Փաշինյան, Նավասարդ arczepiskopos Կճոյանը ձեզ մոտ սղճացել է։ Նրա ժամանումից առաջ կրկին մեծաթիվ ոստիկանական ուժեր, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ են եկել Սուրբ Սարգիս եկեղեցու բակ։ Սկանդալային մի գրագրություն է հրապարակել 168-ը։ Աղբյուրը պնդում է, որ այս լուսանկարում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ցուցումն է, որը տարածվել է հեռախոսային հավելվածներից մեկում բացված թեմի քահանաների փակ խմբում։ Ըստ այդ տեքստի, Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում այսօրվա ջրաքալույցի Սուրբ Պատարագին պետք է կարդալ Նիկոլ Փաշինյանին միացած Նավասարդ Կճոյանի ուղերձ քարոզը, իսկ վաղվա պատարագին Վեհափառ Հայրապետի Սուրբ Ծննդյան ուղերձի փոխարեն այլ քարոզներ։ Արարատյան հայրապետական թեմը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոս Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին 13:30-ին հրավիրում է ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից եւ կուղղվի դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Միանալով Փաշինյանի հրավիրած ուխտերթին քաղաքացիները իրենց աջակցությունը կհայտնեն առաքելական եկեղեցու բարենորոգմանը։ Որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հաստացի պետի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է եւ մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Փաշինյանը հավատացրել է, որ երթը լինելու է խաղաղ, մեջբերում լեցուն քրիստոնեական սիրով, միաժամանակ կոչ անելով տակ հագնվել, քանի որ ցուրտ է։ Քաղաքացիներին ուխտերթի հրավիրելուց առաջ Հայաստանի վարչապետը իր կեցավայրում հանդիպել էր իր հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսներին ու միասին մի հայտարարություն էին ստորագրել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց Վեհափառի հեռացումից հետո կընտրվի եկեղեցու նոր կանոնադրություն, ապա նոր կաթողիկոս։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից Սուրբ Ծննդյան ուղերձով են հանդես եկել Բագրատ եւ Արշակ arczepiskopոսները, նշելով, որ 2025 թվականը հալածանքների եւ փորձությունների ժամանակատված էր, որի գնահատականը նրանց խոսքով կտան պատմությունն ու սերունդները, սակայն մեջբերում մեզ համար այն դարձավ ել ավելի հաստատվելու, զորանալու եւ հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան։ Թող 2026 թվականը լինի համախմբումի, անձնականից անանձնական մեկ նպատակով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով եւ մեկ հաղթանակով Հայաստանի եւ հայության, մեր Սուրբ եկեղեցու արդարության, ճշմարտության եւ պատվի հաղթանակով օրհնված տարի, դեպի ազատագրում եւ հաղթանակ, ասվում է arczepiskopոսների ուղերձում։
Վենեսուելայի շուրջ զարգացումները փոխկապակցված են ոչ միայն երկրի ներքին քաղաքականությամբ, այլև գլոբալ տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերով։ The Washington Post-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ աջակցել վենեսուելական ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի նախագահ դառնալուն, քանի որ 2025 թվականին նա ընդունել է խաղաղության Նոբելյան մրցանակը։ Նրա որոշումը չհրաժարվել մրցանակից հօգուտ ամերիկացի քաղաքական գործչի Թրամփն ընկալել է որպես մեծագույն մեղք։ Վենեսուելայում իրավիճակը մտահոգություն է առաջացրել Մոսկվայում։ Ըստ մամուլի Կրեմլը վախենում է, որ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկությունը կարող է հանգեցնել նավթի գների անկման, ինչը լուրջ վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը։ Ռուս վերլուծաբանների գնահատմամբ Վենեսուելայում իշխանության փոփոխության դեպքում ԱՄՆ-ն կկարողանա արագորեն ավելացնել նավթի արտադրությունն ու արտահանումը, օգտագործելով երկրի խոշոր, բայց մինչև այժմ ոչ այդքան լավ զարգացած նավթային պաշարները։ Այս սցենարը հատկապես վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ երկրի բյուջեն մեծապես կախված է նավթային եկամուտներից։ Գների հետագա անկումը ըստ փորձագետների կարող է հանգեցնել բյուջեի դեֆիցիտի խորացման։ Ըստ որոշ աղբյուրների տարածած տեղեկությունների ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի տան վրա կրակել են։ Միջադեպի մասնակցած տղամարդը ձերբակալվել է։ Գաղտնի ծառայության աշխատակիցը ոստիկանություն է զանգահարել, տեսնելով տան մոտակայքում փախչող տղամարդուն։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Նյու Յորքի դատարան։ Նրա դեմ մեղադրանք կներկայացվի։ Ավելի վաղ Նյու Յորքում նրա կալանավայրի դիմաց հարյուրավոր ակտիվիստները բողոքի ակցիա էին իրականացրել։ Ցուցարարները տարբեր գրառումներով պաստառներ էին պահել, վանկարկել ոչ պատերազմին կարգախոսը։ Իրանում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը համընկել է արտաքին ռազմական սպառնալիքի հետ։ Իշխանություններն այս պահին չունեն հստակ ծրագիր, ինչպես կանգնեցնեն տնտեսության անկումը, որը դարձել է բողոքների հիմնական պատճառը։ Սա տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ անկման ֆոնին։ Միևնույն ժամանակ Թեհրանը պատրաստ չէ միջուկային ծրագրի շուրջ այնպիսի զիջումների, որոնք կարող էին նվազեցնել Իսրայելի եւ ԱՄՆ-ի ճնշումը։ Արդեն մեկ շաբաթ շարունակ երկրում բողոքի ցույցեր են ընթանում։ Թեև դրանք դեռ չեն հասել 2019 եւ 2022 թվականների մեծ ապստամբությունների մասշտաբներին, այնուամենայնիվ անհնազանդությունները լուրջ անհանգստության պատճառ են դարձել Իրանի ղեկավարության շրջանում եւ արագ արձագանք են ստացել ԱՄՆ-ից եւ Իսրայելից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանում սպանվեն խաղաղ ցուցարարներ, երկիրը կանցնի գործի։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ հրապարակայնորեն աջակցություն են հայտնել բողոքներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վենեսուելայում տեղի ունեցած քայլը պետք է լուրջ ազդակ լինի մյուս երկրների համար, որը ենթադրվում է վերաբերում է Իրանին։ ԱՄՆ-ի հայտարարություններից հետո Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը արտագաղթ նիստ է անցկացրել, քննարկելով թե բողոքների վերահսկման, թե ռազմական հնարավոր հարվածների սցենարները։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրապարակայնորեն ընդունել է, որ այս պահին չունի հստակ լուծումներ երկրի խնդիրների համար, նշելով, որ անարդար քաղաքականությունը չի կարող հաջողություն ունենալ եւ իշխանությունները պետք է լսեն ժողովրդին։ Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ խռովարարներին պետք է իրենց տեղը ցույց տալ տնտեսական խնդիրների եւ ազգային արժույթի անկման համար մեղադրելով արտաքին թշնամիներին։ Ըստ Times պարբերականի նա պատրաստվում է գնալ Մոսկվա, եթե Իրանում անկարգությունները սրվեն։ Բողոքների ցույցերը հիմնականում Իրանում անցկացվում են փոքր քաղաքներում, աղքատ շրջաններում եւ համալսարաններում։ Դրանց հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Թեհրանի մեծ մասում կյանքը բնականon ընթացքի մեջ է, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ իրավիճակը կարող է սրվել։ Իրանամեջ ժողովրդավար ակտիվիստների խումբը կոչ է արել անվտանգության ուժերին չկիրառել բռնություն, հայտարարելով, որ Իրանի ապագան հնարավոր է միայն Իսլամական Հանրապետության իշխանությունից հրաժարվելու դեպքում։